Այսօրվա քարոզանյութով մոտենում ենք առեղծվածային թվերի շարքի ավարտին, բայց դեռևս չենք ավարտում։ Այս մեկը ևս իր նշանակությունը և խորհուրդները ունի։ Սուրբ գրքի հետևյալ գրքերի հեղինակը հանդիսանում է Մովսես մարգարեն։ Ծննդոց, Genesis, Ելից, Exodus, Ղևտացիների Leviticus, Թվոց, Numbers և երկրորդ օրինաց Second Deuteronomy։ Նման հարցում շատ է եղել, մեկ անգամ ևս ասենք, ասում են ինչպես կարող է այդ բոլորը Մովսեսը գրել, երբ որ այնտեղ կա գրված Մովսեսի մահվան մասին։ Մի փոքր մաս այս ամբողջ գրություններից պատկանում է Հեսուին։ Մովսեսի մահից հետո Հեսուն շարունակեց Տիրոջ շնորհքով այդ ամենը գրեց։ Ուրեմն քանի գրքերի անուն մենք նշեցինք, չհաշվեցիք։ Ծննդոց, Ելից, Ղևտացիների, Թվոց և օրինաց 5։ Ուրեմն այսօր որ թվի մասին պիտի խոսենք։ 5-ի մասին, հեշտ է, չէ՞։ Առաջի դասարան։ Հաճախ այս 5 գրքերին անվանում են հնգամատյան։ Հունարեն կոչվում է Pentateuch։ Penta հունարեն նշանակում է 5, հնգամատյան Pentateuch։ 5 scrolls, 5 մագաղատներ, կամ Пятикнижье ռուսերենով, հնգամատյան։ Իսկ կարող եք ասել եբրայերեն։ Թորա։ Հնգամատյանի մեջ հրաշալիքներ կան։ Աստծո կողմից ստեղծագործությունը, մեր նախածնողների ստեղծումը, մեղքի աշխարհ մտնելը, Եդեմական պարտեզից նրանց վտարվելը, Բաբելոնյան աշտարակաշինություն, նաև ջրհեղեղ, նաև նահապետները, մարգարեները, այդ բոլորը մենք գտնում ենք հնգամատյանի մեջ։ Մանավանդ դրանց մեջ մեծ տեղ է գրավում օրենքը, որ Աստծո կողմից տրվեց և դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ այն մնում է։ Աստծո օրենքը երբեք չի ջնջվելու։ Սակայն այդ օրենքը, որ մարդուն մահվան է մատնում, Քրիստոսով այդ օրենքը մեզ համար այլևս ուժ չունի մեզ մահվան մատնելու։ Նույն կերպով նոր կտակարանը նույնպես ունի հնգամատյան։ Որ գրքերն են 4 ավետարաններ, որոնց մեջ Տեր Հիսուսի կյանքն է նկարագրված, իր կատարած գործերը, հրաշքները, իր խոսքերը կենարար, և Պետրոս ասաց. Տեր, մենք ուր պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Նաև Գործք առաքելոցը, որի մեջ ներկայացված է առաքյալների կյանքը, նրանց նվիրումը, Քրիստոսի անվան համար նրանց ծառայությունը։ Ուրեմն հնգամատյան հին ուխտում, հնգամատյան նոր ուխտում։ Մովսեսի ձեռքով Տերը տասնաբանյա օրենքը տվեց։ Եթե 10 պիտի 10 թվի մեջ խոսենք, օրենքը բաժանվում է երկու մասի։ Առաջի 5-ը ուղղահայաց է դեպի երկինք, այսինքն Աստված և մարդ։ Երկրորդ 5-ը մարդ և մարդ հարաբերությունն է հորիզոնական մակարդակի վրա։ Ուրեմն այս բաժանումն էլ կա։ Հին ուխտում Աստված հրամայել էր 5 տեսակի զոհեր անել, sacrifices։ Դրանք էին ողջակես, ամբողջության պայրում էին անասունը, burnt offering, Ղևտացիների առաջի գլուխը կարող եք կարդալ, 8-րդ գլուխ 18-ից 21 համարները, մեղքի համար մատուցվող զոհ, sin, Ղևտացիների 4-րդ գլուխ, հատուցման պատարագ, սխալմամբ, մեկը ինչ որ անձնավորության հանդեպ
այնպիսի բաներ արել, որ վնաս էր հասցրել։ Կարող էր դա լինել ֆիզիկական վնաս կամ նրա ինչքի, ունեցվածքի վնաս։ Հետևաբար հատուցում պիտի արվեր։ Ներկայիս ժամանակների մեջ այդպիսի օրենք կա, չէ՞։ Եթե մեկը մի ազնվորության պատճառով վնաս է կրում, մանավանդ այս երկրի մեջ այնքան սենսիտիվ է այդ հարցը, նուրբ, չէ՞։ Մի ասած սխալ խոսքի պատճառով մարդուն դատարան են քաշում։ Ուրեմն այն ժամանակ, եթե անգիտակցաբար կամ սխալմամբ դիմացինին վնաս էին պատճառել, պիտի հատուցում տրվեր, կոչվում էր trespass։ Հացի ընծան grain offering, ղևտացիների երկրորդ գլուխ, եթե գրում եք, եւ խաղաղության զոհը peace offering, ղևտացիների երրորդ գլուխ։ Ով որ օրենքի տակ էր եւ օրենքի տակ է ներկայիս, պարտավոր են այս բոլոր բաները կատարել։ Օրենքը 600-ից ավելի պատվիրաններ ուներ։ Պարտավոր են այդ ամենը իրողություն դարձնել, որտեղ եթե ամբողջ օրենքը պահվեր մեկի մեջ մարդը ձախողվեր, նշանակում է ամբողջ օրենքին նա պարտական պիտի լիներ։ Դրա համար էր նաև որ Տեր Հիսուս աշխարհ եկավ, որպիսի մեր փոխարեն ինքը օրենքը պահի, օրենքի տակ մտավ, որպիսի մեզ ազատագրի դրանից։ Եվ այլևս պետքություն չկա որևէ զոհ անելու, որտեղ ամենակարևոր եւ միակ տիեզերական զոհը կատարված է։ Աստված իր որդուն զոհեց մեզ համար։ Հովանու առաջի գլուխ 29 համար։ Հովանես Մկրտիչի խոսքերը։ Ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքն է վերցնում։ Ուրեմն ելին զոհ, ոչ մի զոհ։ Հայության մեջ շատ տարածված մատաղ ասված բանը կա։ Մարդիկ, ասենք, հիվանդությունից ազատվում են կամ որևէ պատահարից ազատվում են, ուզում են իրենց շնորհակալությունը հայտնել Աստծուն եւ գնում են ու մատաղ են անում։ Ձեզ ով ասավ այդ բանը անել։ Աստծո առջև ընդունելի մատաղը նրա կատարած զոհն է, ընդունիր այդ զոհը Հիսուս Քրիստոսին եւ Աստծո սիրտը կուրախանա դրանով, բայց քու կատարածը մատաղը ոչինչ է Աստծո առջև, ոչ մի բանի արժեք չունի։ Եփեսացիս 5:2 Քրիստոս մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց անուշահոտ պատարագ եւ զոհ լինելով Աստծուն։ Եվ Գաղատացիների այս համարները շատ կարևոր են, Գաղատացիս 4 գլուխ 4-5։ Երբ ժամանակը լրացավ, այսինքն Աստված քննեց թե հեթանոսներին եւ թե հրեաներին, բոլորը ձախողվել են, ժամանակը լրացավ, Աստված իր որդին ղրկեց, այլ կերպ ասած, Աստված մարդեղացավ որդու անունով Հիսուս Քրիստոսի անձի մեջ եւ աշխարհ եկավ, կնոջից եղավ եւ օրենքի տակ մտավ, որպիսի օրենքի տակ եղողներին ազատագրի օրենքի մահ պատճառելուց։ Օրենքով մեղքն է մեջտեղ գալիս եւ մեղքի վարձքը ինչ է, մահն է, որպիսի մենք որդեգրությունը ժառանգենք։ Այսպիսի համարներ շատ կան տասնյակ, եւս մեկ համար եւ անցնենք առաջ։ Եբրայեցիս 9:23 համարը։ Քրիստոս մեկ անգամ պատարակվեց շատերի մեղքը վերցնելու համար։ Այլ կերպ ասած, համայն աշխարհի համար ինքը պատարակվեց եւ ովքեր որ նրան որպես Տեր եւ Փրկիչ են ընդունում, իրենց մեղքերին թողություն է տրվում։ Ով որ Հիսուսին ճշմարտապես հավատում է, խոստովանում է իր մեղքերը եւ Հիսուս դրանք ջնջում է, ինչ պայմանով, չհիշելու պայմանով։ Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես են, ձյունի պես պիտի ճերմականան, եթե որթան կարմիրի պես են, ասրի պես Աստված պիտի ճերմակացնի։
Հինը ամբողջությամբ Աստված ջնջում է եւ Աստված մարդու նման չէ։ Գիտեք, մարդիկ իբրև թե մեկը մյուսին ներում են, սխալ է եղել ներեց, բայց միայն հարմար առիթ գալիս է նորից հին պատմությունները մեջտեղ են անում, երեսով են տալիս։ Աստված ասում է, չհիշելու պայմանով պիտի անցնի դա եւ կյանքի նոր ուղեգից, նոր էջից կբացվի կյանքդ։ Եթե միջև հիմա այդ խոստովանությունը Տիրոջ առջև չես արել, արա, անգամ սրտիդ մեջ, որովհետև Հիսուս քո սիրտդ է կարդում։ Թույլ տուր ընդունելություն Հիսուսին քո սրտիդ մեջ։ Եվ հետո երբ որ պարագան գա, մարդկանց առջև էլ քո վկայությունդ կբերես, որ քո սիրտը Տիրոջը տվեցիր։ Աստվածաշնչի ամենածավալուն գիրքը ո՞րն է։ Սաղմոսած գիրքն է։ 150 սաղմոսներից կազմված։ Դրանք բաժանվում են քանի մասի, որ թիվն են քննում։ 5 մասի են բաժանվում։ 1-ից 41-ը դանդաղ կասեմ գրեք։ Ձեր գրքերի մեջ են նշեք։ Վերաբերում են հին ուխտի զատիկին, Passover։ Աստծո փրկության ծրագիրը իդեպ, որի կենտրոնում Քրիստոսն է, գալիք Մեսիան է, այդ մասին է խոսվում։ Երկրորդ մասը 42-ից 72 այս գրածների հեղինակը կամ հեղինակները Դավթի հետ միասին նաև Կորխի որդիներն են։ Ուրեմն 42-ից 72-ը Աստծո ժողովրդի Քանանու երկրում հաստատվելը եւ նաև հետաքրքիր ձևով անհավատների չար սրտի մասին է խոսում, թե հին ուխտի մեջ, թե օրենքի շրջանին, դրանից առաջ եւ բոլոր ժամանակներում նույնն է Աստծո խոսքը։ Եկեք կարդանք Սաղմոս 53, նույնը նաև կարող եք գտնել Սաղմոս 14-ի մեջ, առաջի 3 համարները։ Անզգամը իր սրտի մեջ ասավ, Աստված չկա։ Ապականեցան պիղծ անորություն ընելով, մեկը չկա, որ աղեկություն ունե։ Մեկը Աստված երկնքեն նայեցավ մարդկանց որդիների վրա, որպիսի տեսնե, թե կար չոք իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրե։ Ամենքը խոտորեցան, մեկտեղ անպիտան եղան, աղեկություն անող չկա, հատ մնալ չկա։ Եվ Պողոս առաքյալը ամենայն իմաստությամբ այս գրությունները վերցրել եւ Հռոմեացիների 3-րդ գլխի մեջ դրանք ներկայացրել է։ Ուրեմն երրորդ մասը 73-ից 89 սաղմոսները ողբ, lamentation կամ ապլակիվանիե ռուսերենով, լացել, ինչի վրա են լացում, տաճարի եւ Երուսաղեմի ավերման վրա։ Չորրորդ մասը 90-ից 106 ցնծություն է սա, Քրիստոսի հազարամյա թագավորության պատկերները կա այստեղ եւ նաեւ Իսրայելի մեկտեղ հավաքվելը։ Չէ որ խոստացված է վերջին ժամանակների մեջ հյուսիսից ու հարավից, արևելքից ու արևմուտքից պիտի գնան, այնտեղ բնակվեն։ Նրանց մղումը որն է, սպասում են Մեսիային, բայց իրենք չգիտեն, որ 2000 տարի առաջ Մեսիան արդեն եկել է։ Դրա համար էլ իրենք սխալմամբ հակաքրիստոսին որպես Մեսիա պիտի ընդունեն։ 5-րդ մասը 107-ից 150-ը ներկայացված է Հուդան, այս պարագային այն որպես Իսրայելն է ներկայացնում, նրանց փրկությունը։ Անշուշտ մենք նոր կտականից հասկանում ենք, որ միայն խոսքը մնացորդի մասին է։ Փրկությունը Հիսուս Քրիստոսով է միայն, եւ այստեղ վերջակետ կա։ Եթե մեկը օրենքի դարաշրջանին է պատկանում, որքան էլ այդ օրենքը պահի, լավագույն ձևով պահի, միևնույնն է, ինքը փրկության
չի կարող հասնել, ինչպես Պողոս առաքյալը իր օրինակով այդ բանը ցույց է տալիս։ Հիսուս Քրիստոսի հավատքով է փրկությունը միայն։ Եվ դրա մեջ համայնքային փրկություն չկա, քահանայով փրկություն չկա, մարդ եւ Աստված անձնական հարաբերություն է։ Սրտովդ հավատաս եւ քո բերանովդ խոստովանես, որ Աստված Հիսուս Քրիստոսին քո մեղքերիդ համար խաչը հանեց եւ երրորդ օրը հարություն առավ պիտի փրկվես։ Ահա տրված խոստումը եւ շատ պարզ է այն։ Ուրեմն նրանց մեջ շնորհքով փրկված մնացորդ մկա։ Շնորհքը ում է ներկայացնում Տեր Հիսուս Քրիստոսին, ձրի փրկություն։ Քրիստոսից առաջ 605-ից մինչև 562 թվականները մի զորավոր թագավոր կար։ Ով էր? Նաբուգոդոնոսոր։ Իր անունի նման զորավոր ինքը թագավոր էր։ 43 տարի թագավորեց։ Այս մարդը մի բացառիկ երազ տեսավ եւ ալեկոծվեց։ Ինչ է այս երազը։ Որը մեկը չգտնվեց, որ իր երազը պատմի եւ նրա մեկնությունը տա, այս մասին խոսել ենք նախորդ քարոզներից մեկում, մանրամասնության մեջ չենք մտնի, միայն ասենք, որ Դանիել մարգարեին Աստված հանեց եւ նա մեկնեց Նաբուգոդոնոսորի տեսած երազը եւ բացատրեց, թե այն ինչ է նշանակում։ Ահա Աստծուց տրված իմաստություն։ Եկեք այդ արձանագրված փաստը բերենք Դանիելի 2-րդ գլուխ 28 համարից ենք կարդալու։ Երկնքի մեջ գաղտնիքները հայտնող Աստված մկա, որ Նաբուգոդոնոսոր թագավորին կհայտնե ինչ որ վերջին օրերը պիտի լինեն։ Երազդ ու անկողնիդ մեջ գլխուտ տեսիլ կա ասիկա է։ Դու ով թագավոր քո անկողնուտ մեջ կմտածեիր, թե ասկե ետքը ինչ պիտի լինի։ Սա հպարտ մի ազնվորություն էր Նաբուգոդոնոսորը։ Մի օր կանեց նայեց ասավ. այս Բաբելոնը չէ, որ իմ ձեռքերս հաստատեցին, այսինքն այդ աշճանի, որ ինքն էր Տերը։ Աստված նրան այդ բանի համար դաշտի անասուն դարձրեց խոտակեր։ Հետո գիտենք իր ապաշխարությունը, ինքը ճանաչեց, որ միակ ճշմարիտ Աստված ով է։ Գաղտնիքները հայտնողը ըսելիքը քեզ գիծուց։ Այս գաղտնիքը ոչ թե ամեն ապրողներեն ավելի իմաստություն ունենալուց համար ինձ հայտնվեցավ, հապա մեկնությունը թագավորին գիծնելու համար։ Հասկանում եք Դանիելի խոնարհությունը։ Այսինքն ես չեկա քո առջևդ ինձ գովալու, որ ես կարող եմ մեկնել, այլ որ Աստված ղրկեց, որ դու իմանաս ինչ պիտի կատարվի։ Որպեսզի դու քո սրտիդ խորհուրդները գիտնաս, դու ով թագավոր կտեսնեիր մեծ արձանը, այս մեծ ու խիստ պայծառ արձանը քո դիմացդ կանգնած էր, անոր երևույթը ահավոր էր։ Այս արձանի գլուխը զուտ ոսկի էր, անոր կուրծքն ու թևերը արծաթ, մեջքն ու ազդերը պղինձ, սրունքները երկաթ ու ոտքերիդ մեկ մասը կավ էր։ Դու կնայիր, երբ քարմը գլորվեցավ առանց ձեռքի եւ այդ արձանի երկաթե եւ կավե ոտքերին զարկավ եւ զանոնք փշրեց, այն ատեն երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին մեկտեղ փշրվեցան եւ ամառվան կալերու մղեղի պես եղան ու հովը զանոնք տարավ եւ անոնք ամենևին տեղը չգտնվեցան, բայց արձանին զարնող քարը մեծ լեռը եղավ ու բոլոր երկիրը լեցրուց։ Դրանից հետո մեկնությունն է բերում։ Ով թագավոր, դու թագավորների թագավորն ես, այդպես կարծում ես, զորեղ ես, գրավել ես ամբողջ տարածաշրջանը։ Վասզի երկնքի Աստվածը քեզ թագավորություն, կարողություն, զորություն ու պատիվ էր տվել։ Ինչպես հասկանանք, բռնակալ մեկը եւ այսպիսի խոսքեր Աստծո թույլատրելի կամքի մեջ էր։ Պատմության մեջ շատ դիկտատորներ, մարդակերներ են եղել,
Հիտլերի նման, հա? Երեք թուրքերի նման, Աստված թույլ է տվել այդպիսիները, որպիսի քաղաքական ասպարեզ կան։ Ներկայիս էլ չկան այդպիսի մարդակերներ։ Հյուսիսային մարդասպանը ով է։ Նրանցից մեկը։ Այն ոսկի գլուխը դու ես։ Քեզ մե ետքը ուրիշ թակարություն պիտի ելնե, քեզ մե ցած եւ պղնձե ուրիշ երրորդ թակարություն ու բոլոր երկիրը պիտի տիրե եւ չորրորդ թակարությունը երկաթի պես ամուր պիտի լա, ինչպես երկաթը ամեն բան կփշրե եւ կմարե։ Անիկալ այս ամեն բաները կոտրող երկաթի պես փշրելով պիտի կոտրե։ Մի խոսքով, թե երազը պատմեց եւ թե նաեւ այդ երազի բացատրությունը տվեց։ Քանի թագավորություն հաշվեցիք։ 5 թագավորություն, հա? Ոչ, սխալվեցիք։ Դուք հաշվեցիք 4 թագավորություն։ Եկեք գնանք։ Սա ամբողջ ազգերի ընթացքն է։ Բաբելոն առաջինը, հաջորդաբար մամնի մասերը միջև ոտքերը։ Պարսիկների եւ Մարաս թագավորություն, երկրորդը։ Երրորդը հունական թագավորություն Ալեքսանդր Մակեդոնացի, իրենից հետո 4 գեներալները։ Եվ 4-ը հռոմեական կայսրություն, հազարավոր տարիով եկավ, մոտ 2000 տարուց ավելի։ Եվ այդ ոտքերը երկու մասի բաժնված ամբողջացին արձանը, որովհետև Հռոմը բաժանվեց երկու մասի, մի մասը կազմեց բյուզանդական կայսրությունը, եւ ներկայիս էլ այդ ոտքի մատները revived Roman Empire, վերածնված հռոմեական կայսրությունն է ներկայացնում արձանի, այսինքն ազգերի դարաշրջանի վերջը պիտի գա։ Ուրեմն 4 թագավորություն։ Բա այս 4 թագավորությունը մեր այսօրվա նյութի հետ ինչ կապ ունի։ Մենք 5-ի մասին ենք խոսում, չէ՞։ Կար չէ 5-րդը։ Կա։ Այո, կա։ Եվ դա ամենակարևորն է, ամենազորավորն է։ Նրա դեմ որևէ մեկը չի կարող կանգնել։ Այդ քարը, որ լեռից պոկվեց եւ եկավ ու հարվածեց այդ արձանի ոտքերին եւ ամբողջ արձանը փշուր եղավ եւ քամին վերցրեց այդ փշրվածը տարավ չեղածի նման եղավ։ Եվ սա 5-րդ աստվածապետական Քրիստոսի հազարամյա թագավորությունն է, millennial kingdom, որ պիտի գա եւ այն պիտի լինի տեսանելի, երկրի վրա պիտի հաստատվի եւ այդ ժամանակները շատ մոտ են։ Նույն Դանիելի 2-րդ գլուխ 44-45 համարները ասում է. Դու առանց ձեռքի լեռից կտրած քարը տեսար եւ նա երկաթը պղինձը կավը արծաթն ու ոսկին փշրեց մեծ Աստվածը ասկի հետքը ինչ լալիքը թակավորին գիծուց ու երազը ճշմարիտ է եւ անոր մեկնությունը վստահելի է։ Այսինքն ինչ որ գրվեց, այդպես էլ պիտի լինի։ Պատկերացրեք, Նաբուգոդոնոսորի ժամանակվանից, որ այն ժամանակ ինքը Բաբելոնն էր, դրանից հետո պարսիկների եւ մարերին պիտի գար, հետո հունած թագավորությունը պիտի գար, չէ, հետո հռոմեականը պիտի գար։ Այս բոլորը եղան։ Պատկերացրեք, մի հատ շեղում լիներ, կասենք, որ տեսեք, վստահելի չէ, որովհետև գրածի համեմատ չեղավ։ Եղավ եւ եվրոպական առաջի 10 երկրների կազմվելուց հետո այս մարգարեությունը պատրաստ է։ Միայն մնում է այդ լեռից պոկված մեծ քարը, որ պիտի գա եւ հարվածի, Քրիստոս պիտի հաստատի այդ թագավորությունը։ Ուրեմն, քանի թագավորություն ունենք, 5 թագավորություն։ Դավիթ թագավորը նախքան իր օծվելը ինչով էր զբաղված։ Ոչխարների հովիվ էր, դաշտերում էր։ Աստված մի օր Սամուել մարգարեին ասաց. գնա Հեսեի որդիներից մեկին պիտի օծես։ Եվ Սամուել մարգարեն եկավ եւ առաջինը իրեն
իր աչքին տեսնվեց Եղիաբը, Դավթի մեծ եղբայրը, հաղթանդամ, բարձրահասակ, եւ Սամվել մտածեց, սա է որ կա։ Ուրեմն Աստված սրա համար ինձ ղրկեց։ Եկեք կարդանք Առաջի Թագավորաց 16-րդ գլուխ եւ 7 համար։ Բայց Տերը Սամվելին ասավ. անոր երևույթին ու հասակի երկայնությանը մի նայիր։ Այսինքն բոյին բուսատին նայելով կարծիք մի կազմիր, քանզի ես նրան անարգեցի, որտեղ Աստված մարդու նման չի նայում, քանզի մարդը երևցածին է նայում, բայց Տերը սրտին է նայում։ Նրա հավատքին է նայում։ Այո, շատ հաճախ մենք մեր պատկերացումները տեսանելի արտաքին են, չէ՞, բայց սիրտը ով կարող է քննել։ Աստված այդ սրտերն է քննում։ Եվ Սամվել Մարքային ասաց այս բոլորն են քո տղաներդ, ինչ որ շրջապատված, ասավ չէ, մեկն էլ կա, անունը Դավիթ է եւ դաշտում է, ասավ կանչեք նրան։ Դավիթին կանչեցին։ Հիմա 16-րդ գլխի կարդանք 12 համարից։ Ուստի մարդ ղրկեց եւ Զանիկա բերել տվավ, անիկա կարմիր էր եւ աղվոր, աչքեր ուներ եւ դեմքն էլ գեղեցիկ էր։ Դավթի կերպարը Այն ատեն Տերը սավ, ելիր, ասիկա օծե, քանզի ասիկա է։ Սամվել յուղին եղջյուրը առավ և Զանիկա օծեց իր եղբայրներու առջև։ Այն օրեն ետքը Տիրոջ հոգին Դավթի վրա եկավ։ Ուրեմն հաճախ մարդու ծրագրերը կամ մտածածները Աստված խափանում է։ Սավուղը, որ այն ժամանակ թագավոր էր, Դավթին իր կապարճակիրը դարձրեց։ Այսինքն իր զենքերը կրողը, arm bearer, այսինքն այդ զենքը իր վրա պիտի կրեր, Սավուղը որտեղ գնար, եթե պետքություն ուներ այդ զենքերի, Դավիթ նրան պիտի տրամադրեր։ Այսօր էլ կան, չէ՞, այդպես, ասենք, գավազանակիր։ Մի հատ ավազակապետ գավազանակիր է պահում, չէ՞։ Թշնամիները ինչ եղան, փղշտացիներն են, եկան եւ շրջապատեցին։ 17-րդ գլխում մենք կարդում ենք հետեւյալը 4 համարից եկեք կարդանք։ Փղշտացիների բանակից Գողիաթ անունով 6 կանգուն եւ 1 թիզ բարձրությամբ Գեթացի Ախոյանը ելավ։ Ինչքան է սա։ 9 ֆիտ 9 ինչ, 9 ոտք եւ 9 ինչ։ Մետրականի եթե փոխենք 2 մետր 97 սանտիմետր։ Այդ հասակի անգամ բասկետբոլիստ չկա։ Այդ աշճանի հսկա մեկը։ Անոր գլուխը պղնձե սաղավարտ մկար եւ հուսված զրահը հագած էր։ Անոր պղնձե զրահին ծանրությունը 5000 սիքխ էր։ 5000 սիքխը 125 փաունդ է կամ 57 կիլոգրամ։ Պատկերացնում եք 57 կիլոգրամ իր հետ կրում է եւ տանում է։ Ոտքերի վրայեն պղնձե սռնապաններ եւ ուսերուն մեջտեղը պղնձե գեղարդը ուներ։ Անոր նիզակին բունը ոստայնակներու գլանի պես էր եւ նիզակի տեգը 600 սիկր երկաթ էր։ Անոր վահան կրողը անոր արչևին կերթար։ Լա մեկին էլ ուներ, որ իր արչևից վահան էր տանում, որպիսի հանկարծ թշնամու նետը իրեն չասնի։ Ուրեմն այսպիսի մեկը կար, մի երկու համար էլ եկեք կարդանք, որ ամբողջ պատկեր ունենանք, նաև 17-րդ գլխի 16 համարն ենք կարդում, այն ատեն փղշտացին 40 օր արտու եւ իրիկուն կմոտենար եւ զանոք մենամարտության կրավիր էր։ Եբրայցիների բանակը մի կողմ էր եւ Աստծո անվանը այս անձնավորությունը Գողիաթը հայոյում էր եւ ասում էր եկեք մենամարտենք 26-ից 28-ը
Դավիթ իր քով եղող մարդկանց հետ խոսեցավ եւ ասավ. այս փղշտացին մերցնող եւ Իսրայելի նախատիկը վերցնող մարդուն ինչ պիտի լա, քանզի ես այս անթլպատ փղշտացին, ով է որ կենթանի Աստծո զորքերի նախատ է, այսինքն Աստծո անվանը նախատում է։ Ժողովուրդը նույն խոսքերը անոր ասավ, Զանիկա մերցնող մարդուն այսպես եւ այսպես պիտի լա։ Անոր մեծ եղբայրը Եղիապ, որ չընտրվեց, որ չոծվեց, եւ լսեց անոր խոսիլը այս մարդկանց հետ, սաստիկ բարկությամբ Դավիթին սրդողեց եւ ասավ. Դու ինչու հոս եկար ու ոչխարները անապատի մեջ ում թողեցիր։ Ես քո հպարտությունդ ու սրտի չարությունը գիտեմ։ Անտարակույս դու եկար պատերազմ տեսնելու համար։ Այսինքն հետաքրությունդ շարժեց եկել այստեղ պատերազմ տեսնելու համար։ Բայց Աստված Դավթին իր հոտերից վերցրեց եւ բերեց հատուկ ծրագիր ուներ նրա հետ։ Եվ Դավիթը Սավուղին ասաց, որ այսպիսի մտադրություն ունեմ, պիտի ելնեմ Գողիաթի դեմ պայքարի, Սավուղը ինչ արեց։ Ծաղրեց, ասավ դու մանուկ ես, իսկ նա փորձառու պատերազմող, դու նրա դեմ պիտի ելնես։ Գողիաթը այս պարագային սատանայի խորհրդապատկերն է։ Եվ Դավիթը ամեն մեկ ճշմարիտ հավատացյալն է, որ իր կյանքերի մեջ գողիաթներ կան, այսինքն սատանան կա, եւ դա մեր միակ ախոյանն է, մեր թշնամին է։ Այս պարագային Սավուղը խորհրդապատկերն է նրանց, ովքեր որ քաջալերելու փոխարեն թևաթափ են անում մարդուն։ Այդպիսի մարդկանց հանդիպել եք։ Քաջալերական խոսք ասելու փոխարեն թևաթափ են անում։ Մի ընդհանրենք մեկի մոտ ախտորոշել են այդ վատ հիվանդությունը։ Եվ այսպիսի անձնավորություններ կան, փոխանակ քաջալերելու, փոխանակ զորացնող խոսքեր ասելու, հա, այդ հիվանդությունը, հա, երկար էլ չեն ապրում, շուտ էլ մեռնում են։ Այդպիսի խոսք, այդ ազնվորություն լսի, այդ գիշեր արդեն կմեռնի։ 34-ից 37 համարները։ Դավիթ ասավ Սավուղին. Քու ծառատ, երբ իր հոր ոչխարները կարածեր, երբ առյուծ կամ արջ գար ու հոտերեն ոչխար տաներ, ես անոր ետևեն երթալով Զանիկա կզարնեի եւ անոր բերնեն կազատեի։ Երբ անիկային վրաս հարցակեր Զանիկա մորուքեն կբռնեի, կզարնեի եւ կմերցնեի։ Քու ծառատ առյուծալ մերցրած է, արչալ եւ այս անթլպատը փղշտացինալ անոնցմե մեկուն պես պիտի նե, քանզի կենթանի Աստծո զորքերը նախատեց։ Դավիթ ասավ. առյուծին ու արջի ձեռքեն զիս ազատող Տերը այս փղշտացու ձեռքեն էլ պիտի ազատի։ Սավուղ Դավիթին ասավ. գնա ու Տերը քեզ հետ ըլլա։ Դրանից հետո Սավուղը փորձեց, որ Դավիթին հագցնի իր ռազմական հանդերձները։ Թեև նախանձում էր Դավթի վրա, բայց այդ հանդերձները հագցնում է իբրև թե հոգ եմ տանում քեզ համար։ Այլ կերպ ասած, մարդկային պաշտպանություն։ Դավիթը ասավ. ես սովոր չեմ կրելու դրանք եւ իր վրայից հանեց։ Լավ, ուրեմն Դավիթը մնաց անպաշտպան։ Թշնամու դեմ գնում է պատերազմի, անպաշտպան մնաց արդյոք։ Տեսնենք թե ինչ գտավ իր պաշտպանության համար։ 17-րդ գլխի ուրեմն պիտի կարդանք 40 համարը։ Իր ցուպը ձեռք առավ, այսինքն ձեռքի գավազանը, մահակը եւ հեղեղատեն իրեն համար 5 հատ գայլախաս քար ընտրեց։ Գայլախաս քար, ինչ է դա։ Սմութ, ողորկ, այսինքն բնության կողմից ողորկված, ջուրը վրայից այնքան է հոսել, ողորկ է դարձել։ Եվ զանոք իր հովական ամանի, այսինքն մաղախի մեջ դրեց, փոքրիկ տոպրակ, այսինքն backpack-ի մեջ դրեց,
ու պարսատիկը ձեռքը բռնելով փղշտացին մոտեցավ։ Պարսատիկ ինչ է։ Քարը դնում են մեջը եւ պատտում են ու նետում են։ Տարիքի եղողները կամ դրանից առաջ, հետո երևի այդ մոդան մեջտեղից եղավ։ Ռագատկա են, չէ՞ գործածում։ Մեջը քարը դնում էին, թռչուն էին խփում, իրար հետ էին կռվում եւ այլն։ Դավիթը հատուկ ուներ ուրեմն սա այս պարսատիկը, որի մեջ պիտի քարը դներ եւ Գողիաթի դեմ պիտի պայքար։ Առաջի հայացքից եթե մտածես պիտի ասես. Դավիթ, էսի չէ քո արածը։ Այդ քարով դու ինչ կարող ես անել։ Ուշադրություն դարձրի, քանի քար վերցրեց, պատասխանը 5 է։ Հիմա 44 համարից կարդանք մի քանի համարներ։ Փղշտացին լսավ Դավթին. Ինձի եկուր եւ քու մարմինդ երկնքի թռչուններու դաշտի գազաններուն տամ։ Դավիթը սավ փղշտացուն. Դուն ինձ սրով, նիզակով ու գեղարդով կգաս, բայց ես զորության տիրոջ, քու նախատած Իսրայելի զորքերու Աստծո անունով քեզ պիտի գամ։ Այսօր Տերը քեզ ինձ ձեռքս պիտի մատնե, եւ ես քեզ պիտի մերցնեմ, եւ վրայդ գլուխդ պիտի առնեմ, եւ փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններուն ու երկրի գազաններուն պիտի տամ, որպեսի բոլոր երկիրը գիտնա, թե Աստված կա։ Եվ այս բոլոր ժողովուրդը գիտնան, թե Տերը սրով, նիզակով չի ազատում, քանզի պատերազմը Տիրոջն է եւ անիկա ձեզ մեր ձեռքը պիտի մատնե։ Երբ փղշտացին եկավ եւ Դավթին պատերազմի ասպարեզ կանչեց, Դավիթ ելավ փղշտացին դիմավորելու։ Դավիթ իր ձեռքը մաղախի մեջ խոթեց ու անկե քար մառավ եւ զանիկա պարսատիկով նետեց եւ փղշտացի ճակատին զարկավ եւ քարը նրա ճակատի մեջ մտավ եւ անիկա երեսի վրա գետին ընկավ եւ ինչ տեղի ունեցավ մոմենտո մորե վարքյանական մահ վարքյանական լավ հարցում սակայն ինչու Դավիթը 5 քար վերցրեց միթե 1 քարը բավարար չէր թե իր վրա վստահ չէր մտածեց 5 հատ վերցնում առաջին անհաջող երկրորդ անհաջող 5 հատ ունեմ էլի հնարավորություններ կա չէ համոզված չէր որ Գողիաթին 1 քարով կարող է տապալել մանավանդ որ ինքը անվերապահ ձևով Աստծուն վստահում էր թե իր արածները որակենք որպես մարդկային գործեր իր անձի նախաձեռնությունը 5 հատ վերցնեն ոչ եւ բոլորովին ոչ ահա դրա պատասխանը որտեղ է 5 քար հավաքելը խորագիտություն էր որովհետև Գողիաթը եւս 4 հսկա եղբայրներ ուներ իմաստունը չարիքը կտեսնի եւ կզգուշանա բայց անմիտը լավ ասենք միամիտները առաջ կընկնեն եւ կվնասվեն եթե Դավիթը 1 քար վերցրած լիներ եւ այդ 1 քարով Գողիաթին գետին տապալեր դրանից հետո հայտնվեին Գողիաթի 4 եղբայրները Դավիթ ինչ պիտի ասեր Տեր Աստված ես իմ գործս արեցի խնդրում եմ սրանցից պաշտպանի մեզ այդպես պիտի ասեր ոչ 4 հատ դեռ մնաց որպես իր համար ապահովություն այդ 4 հատը նրանցից ամեն մեկի համար 5 եղբայրերին 5 քար վերցրեց շատերը չգիտեք չէ որ Գողիաթը 4 եղբայրներ ուներ հանդիպել եք որովհետև այս պատմության մեջ գրված չէ Աստծո խոսքը միջև չպրպտես ման չգաս չես գտնի Եվս 4 եղբայր ուներ եւ այդ մասին մենք կարդում ենք երկրորդ թագավորաց 21-րդ գլխում 15 համարից Փղշտացիները նորից փղշտացիները ովքեր են ներկայիս պաղեստինցիներն են նորից պատերազմ անելու եկան Դավիթ եւ իր ծառաները իր հետ ելան
եւ փղշտացիների հետ պատերազմին Դավիթ ուժասպառ եղած էր։ Եբիսե Բենոբ, մի քիչ այսինքն տարօրինակ հնչողանուն է, որ Ռափայի որդիներեն էր, 300 սիկլ ծանրության պղնձե նիզակ ուներ, ու մեջքը նոր սուրմը կապել էր, ուզեց, որ Դավիթին զարնե։ Եղբայրներից մեկն է սա, Գողիաթի։ Բայց Շարուհայի որդի Աբեսան անոր օգնության հասավ եւ փղշտացուն զարկեց եւ մերցուց։ Այն ատեն Դավթին մարդիկը անոր երթումրին եւ ասին. ասկի ետքը դու մեզ հետ պատերազմի մի ելիր, որպեսզի Իսրայելի ճրակը չմարի։ Այդ մարդիկ գնահատեցին Դավթին, որ դու անհրաժեշտ ես, քո պետքությունդ կա, դու մի կողմ քաշվի, որ քեզ վնաս չլինի։ Դրանից հետո նորից փղշտացիների հետ պատերազմ եղավ Գովաբի մեջ, այն ատեն Օվսիայի Սոքապ Ռափայի որդիներեն Սեփան մերցուց։ Էսել երկրորդ եղբայրը։ Նորից փղշտացիների հետ պատերազմ եղավ Գոբի մեջ ու Բեթլեմցի Աբիոդիմի որդին Ելյան գետին Գողիաթի եղբայրը զարկավ Ղեմեն, այս մեկի անունը, առաջին մնացորդած 25, որին նիզակի բունը ոստայնակներու գլանի պես էր, հսկա մեկներ, հսկա նիզակ ուներ։ Նորից գետի մեջ պատերազմ եղավ, երկարասակ մարդ մկար, որուն ձեռքում մատները եւ ոտքերու մատները 6 հատ էին։ 24 մատ ուներ, անիկա էլ Ռափայի որդիներեն էր, սա էլ Աստծուն նախատեց, բայց Դավթի եղբորը Սամայի որդի Հովնաթան զանիկա զարկավ։ Այս 4-ը գետի մեջ Ռափային ծներ էին եւ Դավթի ձեռքով եւ անոր ծառաների ձեռքով ընկան։ Ուրեմն Գողիաթը 1 գումարած 4 եղբայրները քանիս եղան 5-ը այս պարագային 5-ը չարիքի խորհրդանիշ է հանդիսանում։ Դավիթը Աստծուն վստահեց, բայց չփորձեց։ Վստահում է Տիրոջը, բայց իրենից պետք եղածը նա արավ։ Այդպես էլ մենք երբեք Աստծուն չփորձենք։ Բաներ կան, որ մեր կողմից սպասվում է, որ անենք, քայլ անենք, պիտի անենք մենք դա։ Չնստենք մեր նստաստեղում մնանք եւ ասենք Աստված ամեն բան կհոգա։ Բաներ կան, որ այդ քայլերը մենք պիտի անենք, աղոթքով պիտի անենք, Աստծո խոսքի համապատասխան պիտի անենք։ Ուրեմն Գողիաթը գումարած 4 եղբայրներ 5-ի վախճանն էլ եղավ։ Դավիթը Աստծուն վստահեց եւ դա ուրիշ հարց է, որ մնացած 4-ի վախճանը ուրիշների ձեռքով եղավ։ Աստված ամեն բան այդպես հոգած։ Մենք ինչ ենք տեսնում, մեր պատերազմն էլ մարմնի եւ արյունի հետ չէ եւ ընդհանրական է։ Եկեղեցին սատանայի դեմ պատերազմում է։ Այս պատերազմի մեջ ուսուսի տալ կա, հավատքի պատերազմ է գնում։ Օգնական պիտի լինենք մեկս մեկ։ Այս 5 քարերը ինչ հոգևոր նշանակություն ունեն։ Դավիթը առերեսվում էր մեծ փորձության հետ եւ մարդկայնորեն այն իր ուժերից վեր էր։ Միգուցե դու էլ քո հերթին անցնում ես մեծ փորձությունով եւ այնպիսի մի փորձություն, որ քո ուժերից շատ վեր է։ Քննում ես եւ այդպես ես տեսնում։ Իբրև մի լեր, որ քո առջև կանգնած է եւ դրա մյուս կողմը անցնելու որևէ հնարավորություն չկա։ Սատանան շատ հաճախ առիթից օգտվում է։ Մեր մտքերի մեջ անընդհատ ռմբակոծում է, բացասական լիցքեր է բերում, անհուսության մտքեր։ Միջև անգամ կարող է հավատացյալին ընկճախտի, դիպրեսիայի հասցնել, անհուսության մեջ գցել։
Պատահել է, որ գիշերվա կեսին, երբ որ խնդիրներ ունես, փորձություններով ես անցնում, հանկարծ տեսնում ես, որ արթնացար։ Եվ առաջի բանը, որ քո միտքդ գալիս է ինչ է, քո խնդիրներդ եւ քունդ փախավ։ Եվ սատանան եղածը ավելի է խորացնում։ Աշխատում է, որ նկուն անի հավատացյալներին, դա իր գործելակերպն է, դա իր գործիքն է։ Եվ շատ հաճախ մենք մոռանում ենք Տեր Հիսուսի ասած հետևյալ խոսքը. ես ձեզ հետ եմ, քեզ հետ եմ, միջև երբ, միջև աշխարհի վերջ։ Սատանան կգա եւ ականջիդ կասի. «Էս ինչ է քո վիճակդ, Աստված քեզ թողել է»։ Եվ դու նրան պիտի ասես. «Ետիս անցի սատանա, Աստված ինձ համար սիրող հայր է, եւ ես նրա որդին եմ, Աստված ինձ այս վիճակից պիտի հանի»։ Շատ կարևոր մի բան, հասկանանք, որ մենք որդի ենք, հետևաբար Աստծո համար մենք թանկագին ենք։ Աստված մեր կարողության չափը գիտի եւ կարողությունից առավել պիտի թույլ չտա, որ փորձվենք, այլ դրա հետ միասին նաեւ ազատության միջոցը պիտի հանի։ Աստված մեր խնդիրներից, մեր խնդիրներից շատ ավելի մեծ է։ Այս ամենը մենք շատ լավ պիտի հասկանանք։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 31-32 համարները։ Նա որ իր որդուն չխնայեց, հապա մեր ամենքի համար մատնեց նրան, այլ ինչպես անորդ ամեն բաները մեզ պիտի չտա։ Հա? Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր կլա, Աստված է, որ կարդարացնե։ Վերադառնանք Դավթին, այդ զորավոր փորձության մեջ իր ունեցած 5 քարերը ինչ հոգևոր խորհուրդներ են ներկայացնում։ Առաջինը անվերապահ հավատք։ Ultimate faith, այսինքն մի հավատք, որ կասկածի նշույլ իր մեջ չունի։ Հավատքի հետ զուգահեռաբար մի շատ կարևոր բան կա, որ պիտի ընկերակցի այդ հավատքին, անպայմանորեն։ Եվ դա մեր հավատքը դարձնում է անխոցելի։ Ինչն է դա? Աստծո հանդեպ վստահությունը, trust in God։ Մենք կարող ենք անվերապահ ձևով հավատում ենք Աստծո բոլոր խոսքերին, բայց չենք վստահում։ Մենք չենք վստահում իրեն, որ ինքը մեզ համար պատերազմի, որ ինքը հոգա, մենք թույլ չենք տալիս։ Մենք գնում ենք իր խաչի մոտ մեր խնդիրներով, փոխանակ այնտեղ թողնենք խնդիրները Տիրոջ ձեռքի մեջ եւ նոր վերադառնանք, շալակում ենք, նորից հետ ենք բերում։ Վստահության հետ մի ուրիշ մի բան էլ կա, որ պիտի ընկերակցի, եւ այս ամենը մեկտեղ անառիկ են դարձնում մեր հավատքը։ Եվ դա ինչն է? Հնազանդություն, obedience։ Ինչին հնազանդ ենք? Աստծո խոսքին, Սաղմոս 37-ի 5-6 համարները։ Տիրոջը հանձնե քո ճամփան, այսինքն քո խնդիրներդ, քո խնդիրներդ, քո փորձություններդ, եւ նրան հուսա, եւ նա պիտի կատարե, այսինքն քեզ պիտի ազատի այդ ամենի միջից։ Ու դուրս պիտի անե քո արդարությունդ լույսի պես, եւ քո իրավունքդ կեսօրվան պես։ Էլ մտի մեջ չես մնալու, որ սատանան քեզ խարբալի, լույսի պիտի բերի Տերը։ Ուրեմն խոսքին հնազանդվելով է, որ մեր մեջ հաստատվում է վստահություն եւ Աստծո հանդեպ մեր ունեցած հավատքը դառնում է անխոցելի։ Ուրեմն 5 քարերից 3-ը սրանք են՝ հավատք, վստահություն, հնազանդություն։ Իսկ 4-ը Սուրբ գրքի տերմինաբանությամբ քաջասրտություն, courage անգլերենով։ Քաջասրտություն ինչպես հասկանանք, քաջ սիրտ, նաև խիզախ, անվախ,
կտրիչ։ Անշուշտ դուք ծիծաղեցիք FSB-ի ագենտի վրա, բայց կտրիչը դա քաջասիրտ լինելն է։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս 1:7 Աստված մեզ երկչոտության վախի հոգի չի տվել, հապա զորության, սիրո եւ զգաստության հոգի։ Հիշենք Տեր Հիսուսի զորություն պարգևող խոսքը Հովհաննես 16:33 Ինձնով խաղաղություն ունեցեք, այս աշխարհի մեջ նեղություններ, փորձություններ, հիվանդություններ, դժվարություններ պիտի ունենաք, չի ասում, որ ձեզ պիտի ազատեն, այնպիսի հանգիստ կյանք պիտի ունենաք, որ ոչ պիտի ունենաք, որովհետև այս աշխարհի իշխանը չակերտավոր կամ փոքրատարով Աստվածը սատանան ինքն է, որ մարդկությանը այս վիճակին մատնել է։ Եվ ասաց, քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ He overcomes the world, հաղթել է աշխարհին, եւ նրա մեջ մենք ունենք այդ հաղթանակը։ Դավթի այս զորավոր փորձության հիմքում այս բոլոր նշվածները կան։ Ուրեմն 4 քարերը որպես խորհրդանիշ հավատքի, վստահության, հնազանդության, սրանք Աստծո հանդեպ, եւ նաեւ քաջասրտությունը սա մեր կողմից է։ Եվ այն էլ ոչ թե մեր մարդկային քաջությունը, այլ Սուրբ Հոգու տված, ոչ թե երկչոտության, այլ զորության հոգին է։ Լավ, մի հատ մնաց 5-րդը լրանալու համար, որ մեկն է դա։ Դավթի հետևյալ խոսքից ենք հասկանում։ Առաջի Թագավորաց 17:45 Դավիթ Գողիաթին ասավ. Դու սրով, նիզակով, գեղարդով ես գալիս, բայց ես գալիս եմ իմ Աստծո անունով։ Ամեն բան ինչ որ անեք Աստծո անվան համար արեք։ Մենք էլ ինչպես հասկանանք այս խոսքը, հասկանանք հետևյալ կերպ։ Աստված ամեն բանից տեղյակ է։ Ինչով որ դու անցնում ես, Տերը տեղյակ է։ Տերը լուր ձևով հետևում է, թե դու ինչպես ես քեզ դրսևորում այդ վիճակի մեջ։ Գոնակ սրտով, նրան փառք տալով, սпасելով այն օրվան, երբ որ Տերը քեզ դրանից պիտի ազատի, թե ապստամբում ես, բողոքում ես, ինչպես։ Շատ կարևոր է սա։ Աստծո անունով նշանակում է Հիսուսի արյան տակ լինել, ամենաապահով տեղն է դա։ Այդ արյան տակից դուրս մի արի։ Ասել է թե հոգու մեջ լինել, խոսքի մեջ լինել, Աստծո կամքի մեջ լինել, միջև որ Հռոմեացիս 8:28 համար Չարլի Քրկի ամենասիրած համարն Աստված ամեն բաները բարի գործակից է դարձնում բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են, ովքեր որ նրա նախասահմանությամբ կանչվեցին։ Մեր ժամանակը սպառվեց, պիտի ավարտենք այսօրվա նյութը եւս թվային շարքերի վրայով, բայց եւս մեկ քարոզախոսություն ունենք այս շարքից։ Եղբայրներ, քույրեր, այս նյութերի վրա հսկայական ժամեր է դրվում, հսկայական սերտողություններ են կատարվում։ Սկսենք նորից առաջի մասից միջև, որտեղ որ հասել ենք, լսենք, որպեսզի մեր մտքերի մեջ ամբողջ պատկերը ձևավորի։ Տերը օրհնի իր խոսքը, Տերը օրհնի ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։